Արձակուրդն այստեղ անցկացնելու համար Ռուսաստանից Հայաստան եկած Տեր Առաքել Քահանան Յարոսլավլի մարզի հոգևոր հովիվը վարժական հավաքի ծանոթագիր է ստացել հենց Զվարթնոց օդանավակայանում։ Երբ որ մոտեցա անձնագրային բաժին, անցնելու այդ սահմանապահների շրջանով, ինձ տարան ռազմական ոստիկանության բաժին օդանավակայանի եւ այնտեղ ծանոթությունը տվեցին։ Մեծ սիրով, մեծ պատիվ է արագ ավելացնում է Քահանան, որ ռուսական ուղղություններից եկող հայերին Զվարթնոցում վարժական հավաքի ծանոթագրեր են բաժանում, դեռ ընտրություններից առաջ իշխանականները տարածեցին, բայց պաշտպանության նախարարն արագ հերքեց, անհնար է, որ Զվարթնոցում ծանոթագիր տան, ասում էր Պապիկյանը։ Ծանոթման համար կա կարգ։ Ծանոթությունը սովորաբար լինում է ըստ այդ կարգի։ Այնտեղ ծանոթություն իրականացնել ֆիզիկապես հնարավոր չէ։ Իսկ ինչպես է հնարավոր դարձել պաշտպանության նախարարին ուղղված այս հարցի պատասխանը դեռ չունենք։ Օրենքում էլ ձևակերպումը հստակ է, քաղաքացուն հավաքի կանչում է զինկոմիսարիատը։ Վարժական հավաքների թեման թեժացավ նախընտրական փուլում։ Ընդդիմությունն ահազանգում էր սահմանին ծառայելու սուրբ գործն իշխանության ձեռքին պատժատեսակ է դարձել, որ կիրառում են ընդդիմախոսների ու անցանկալիների նկատմամբ։ Բոլորի պարտքն է ծառայելը, հակադարձում էին իշխանականները, առանց հստակեցնելու, ինչպես է, որ օրինակ լրագրողը նկարահանում է Սոտքի զորամասում ընտրության օրը զինվորների մեծ կուտակում ու նյութը հրապարակելուց ժամեր անց վարժական հավաքի ծանոթում ստանում։ Այդպիսի բան չկա։ Բանակը երբեք պատժիչ չի եղել ու չի էլ լինելու։ Դա վստահ եղեք։ Այժմ էլ Ռուսաստանի ու Նոր Նախիջևանի թեմի այս պահի դրությամբ 5 քահանաներ են ծանոթագրեր ստացել։ Նրանցից 2-ը Վորոնեժի ու Իժևսկի հոգևորականները այսօր առավոտյան արդեն մեկնել են 25-օրյա ծառայության։ Տեր Առաքել Քահանան նույնպես այսօր պիտի մեկներ, բայց բժշկական ստուգումների պատճառով ենթադրում է, որ օգոստոսյան հավաքին կգնա։ Խնդրել է, որ մինչև այդ վերադառնա Յարոսլավլ, արարողություններ ունի մարզի միակ քահանան։ Խնդրեցի, ասեցի, ոչ մի խնդիր չկա, ուղղակի այս շրջանին վերադառնամ, իմ արարողությունները կանեմ, իմ ժամանակը կպլանավորեմ այնպես, որ չխանգարի մարդկանց հոգևոր կյանքը չխաթարի, վերադառնամ կգնամ, երբ կասեք, ոչ մի խնդիր չունեմ։ Չէ, ելքը փակ է։ Հոգևորականի մտահոգությունն այն է, որ մի քանի ամիս հավատացյալներն առանց հոգևոր ծառայողի են մնալու։ Առջևում տաղավար տոներ են, վարդավառ ու խաղողորնեք, էլ չասած պսակ մկրտություններ։ Միակ անհանգստացնող բանը սա է։ Իսկ հայրենիքին ծառայելը մենք ապացուցել ենք այն օրից, որ ոտք ենք դրել եկեղեցի։ Որևէ հոգևորական հայ եկեղեցում ծառայող նվիրյալ հայրենիքի համար ծառայելը երբեք պատիժ չի համարում։ Երբեք։ Սա պատիվ է։ Նույն մտքերով է Պերմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանան։ Տեր Դանիելը մայիսի 31-ից է այստեղ։ Կինը զավակ պիտի ունենար։ Փոքրիկը ծնվել է, բայց ընտանիքով հոգևոր ծառայության վայր վերադառնալ չի կարող։ Վարժական հավաքի մասնակցության ծանոթագիր է ստացել։ Տարակուսում է բանակից ընդամենը ամիսներ առաջ զորացրված քահանան։ Ես սիրով 5 տարի ծառայում էի զինված ուժերում ու դեռևս 10 տարի էլ 15 տարի էլ կարողա ծառայել։ Եթե իմ ծառայության կարիքը կար, ինչու ինձ զորացրեցին, ինչու զորացրեցին ու 4 կամ 4.5 ամիս հետո նորից զորակոչի են հրավիրում։ Այս տարեսկզբին Հայ Առաքելական եկեղեցու տնօրինությամբ զինված ուժերում ծառայող հոգևորականներին գնդերեցներին պաշտպանության նախարարը տուն ուղարկեց այն հիմնավորմամբ, որ բանակում հոգևոր ծառայությունը պիտի զինվորականները համակարգեն։ Իսկ բանակում ծառայող հոգևորականները պատմում էին, կորպուսի հրամանատարներն իրենց առաջարկում էին միանալ Փաշինյանի հռչակած հոգևոր ռեֆորմին։ Հատուկ ընդմիացողներ եղել էին։ ԿԳԲ-ի գործակալը ու հիմա Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը։ Վարժական հավաքների կանչված բոլոր քահանաները Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի հոգևորականներ են։ Թեմի ղեկավարը կաթողիկոսի եղբայր Եզրաս arczepiskopos-ը Փաշինյանի մեղադրանքների գլխավոր հասցեատերն է, բայց թեմի քահանաները հավաքներին մասնակցության այս անակնկալ հրավերները նրա անվան հետ չեն կապում։ Սա կապ ունի եկեղեցու դեմ արշավի հետ։